Արդեն մեկ օր է Երևանի քաղաքապետարանը ապօրինի օգտագործում է մուլտիվելնես մարզաառողջարանային կենտրոնի գույքը։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող սպորտային համալիրը հուլիսի 31-ին է վերաբացել քաղաքապետարանը, մուլտիվելնեսը վերանվանել Երևան Wellness Center։ Կենտրոնի գործունեությունը կասեցվել էր հուլիսի սկզբին, Ծառուկյանի կալանավորումից հետո, կառավարման իրավունքը հանձնվել էր քաղաքապետարանին։ Ապօրինություն։ Մուլտիվելնես կենտրոնի տնօրեն Արման Փիրոյանը զարմանում է, ինչպես է քաղաքապետարանը վերաբացել սպորտային կենտրոնը, եթե քրեական գործը դեռ ընթացքի մեջ է, դատարանի որոշում չկա։ Իրանց մեջ որոշել են, որ կարան օգտագործեն։ Ոնց որ բնականon ոչ մի բան չի եղել, ընդհանրապես փոխվել է քաղաքապետարանի ենթակայության տակ եւ մարդիկ աշխատացնում են այս բայի դրությամբ։ Մարդկանց հորդորում են, որ ամեն ինչ նորմալ է, եկեք, սպասարկվեք, ձեր փաթեթները չի կորի։ Չնայած ԲՀԿ ղեկավարին առաջադրված մեղադրանքը որևէ առնչություն չունի մուլտիվելնեսի հետ, իրավապահներն այնտեղ էլ խնդիրներ էին հայտնաբերել։ Ասում են 2023-24 թվականներին կազմակերպությունը եկամուտ է թաքցրել։ Դեռ պարզ չէ, ով է հոգալու սպորտային համալիրի ֆինանսական հարցերը։ Հուլիսի ամբողջ ծախսը սպասարկումից մինչև աշխատավարձ մուլտիվելնես ընկերության ուսերին է մնացել, այն դեպքում, երբ այդ ամիս չի աշխատել կենտրոնը։ Բավականին մեծ գումար մնացել է մեր վրա։ Այո։ Մուլտիվելնեսը մեկն է Ծառուկյանի ընտանիքին պատկանող այն գույքերից, որը նրա կալանավորումից հետո բռնագանձվել է։ Ուրբաթ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատն էլ հանձնվել է Հայաստանի կառավարմանն ու պահպանմանը։ Ավելի վաղ Արարատ ցեմենտն էր անցել Հայաստանի կառավարմանը։ Հինգշաբթի այնտեղ նոր տնօրեն է նշանակել կառավարությունը, Արագածոտնի նախկին մարզպետ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար ՔՊԱ-ական Դավիթ Գևորգյանին։ Սա դասական, ցավոք դասական առումով բանդիտիզմի եւ ռեկետի դրսեւորում է, որը բարձրացված է ըստ էության պետական մակարդակի, այն իշխանությունը, որը առավոտից երեկոյին ասբերանները չորացնելով բղավում էր, որ իրենք թալանի դեմ են պայքարում, ըստ էության զբաղված է թալանով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանի կարծիքով քաղաքական հաշվեհարդար են տեսնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նրա ազգապահպան ծրագրերի համար։ Գագիկ Ծառուկյանը, որը հանդես էր գալիս երկու հիմնարար սկզբունքներով՝ հանրային համերաշխություն եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացում եւ անվտանգություն, չէ՞, երաշխավորված անվտանգության կոնցեպտը։ Ինչ, սա է մեղավորությունը Ծառուկյանը։ Ոչ միայն մուլտիվելնեսի, այլև Արարատ ցեմենտի ու Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի գույքն են օգտագործում առանց թույլտվության։ Իսկ կոնյակի գործարանում ներդրված գումարները, այդ ամբողջ սարքավորումները եւ այլն, որ օգտագործում են, դա թալան չի, իսկ Արարատ ցեմենտին, որտեղ նույն Ծառուկյանը հսկայական ինվեստիցիաներ, թե կոնյակ, թե ամեն տեղ արվել էր եւ դա հիմա օգտագործվում է, դա թալան չի։ Արարատ ցեմենտ, մուլտիգրուպ կոնցեռն, մուլտիվելնես կենտրոն, Երևանի Արարատ կոնյակի գինու օղու գործարան ընկերություններում Ծառուկյանից բացի խոշոր ներդրումներ է արել նաև Բելարուսի եւ Ռուսաստանի քաղաքացի գործարար Նիկոլայ Վինիցկին։ Արտասահմանից ներդրողը միջազգային արբիտրաժ է դիմել։ Ըստ Վինիցկիի, ներդրումային պաշտպանության վերաբերյալ 3 միջազգային պայմանագիր է խախտվել Փաշինյանի գլխավորությամբ, այդ թվում Եվրասիական տնտեսական միության պայմանագիր։ Այս կամ այն առումով այս ամեն ինչ վերադարձվելու է։ Արման Աբովյանը համոզված է, արբիտրաժը հօգուտ ներդրողների է որոշում կայացնելու։ Միջազգային յուրաքանչյուր, նույնիսկ ամենաթեթև արբիտրաժը ինքը միանշանակ այս ամբողջ process-ը կբերի նրան, որ ի վերջո գումարային առումով կկոմպենսացվի։ Հայաստանի քաղաքացին պետք է իմանա, որ ընդդիմախոսների գույքն ու բիզնեսը զավթելով իշխանությունը կանաչ լույս է վառում ցանկացած քաղաքացու ունեցվածքին տիրանալու համար, ասում է ԲՀԿ ներկայացուցիչը։ Յուրաքանչյուր քաղաքացու տունը, տեսեք, նույն բիզնեսը չեմ ասում, կարան մտնեն ու ասեն վերջ, մենք հիմա համարում ենք, որ սա քոնը չի, իսկ թալան է։ Թերեզա Կադաևչյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։